Լոս Անջելեսում ավելի կոնկրետ Պակոյմայի հատվածում տուն է պայթել, մեկ մարդ ծանր վիրավորում է ստացել, փլատակներում 3 շուն է մնացել, հրշեջները այս պահին իրականացնում են աշխատանքներ։ Շինության 75%-ը փլուզվել է, ըստ նախնական տեղեկությունների պայթյունի պատճառը կարող է լինել հրավառ նյութերը։ Զարմանալին այն է, որ տանտերը ողջ է մնացել։ Այս պահին մեր սակրավորական խմբերն ու հրշեջ ծառայությունները ուսումնասիրում են տարածքը հետաքննությունը շարունակելու համար, ասել է փրկարարներից մեկը։ Կենդանիները տևական ժամանակ մնացել են փլատակներում, նրանցից մեկին մեծ դժվարությամբ են հրշեջները կարողացել դուրս հանել փլատակների տակից։ Իսկ այժմ այն մասին, թե ինչ ենք պատմելու հաջորդիվ։ Իշխանությունները պարզաբանել են, թե ինչու են արտաքսել 250 վենեսուելացու։ 2 տղամարդ փախել են ներգաղթյալների կալանավայրից, այսը եւ ոստիկանությունը դեռևս փնտրում է նրանց։ Ձերբակալվել է Լոս Անջելեսի հայտնի հանցախմբերից մեկի առաջնորդը։ Խոշոր հրդեհը ստիպել է փակել ԱՄՆ-ի առաջին մայրուղու 18 մղոն երկարությամբ հատվածը։ Հրդեհը տարածվել է եւ այժմ միայն 30%-ով է կանխվել տարածումը։ Կանադական ավիաընկերությունները հայտարարել են, որ կրճատելու են ԱՄՆ-ի հետ ավիաչվերթների քանակը։ Լոս Անջելեսի իշխանությունները նախազգուշացնում են, որ հաջորդ ֆինանսական տարում քաղաքի $1 միլիարդ պակասորդը լուրջ հետևանքներ է ունենալու։ Կոլումբիայի համալսարանի ուսանողը ստացել է սպառնալիքներ եւ վիրավորական հաղորդագրություններ։ Իտալական հայտնի ավտոմեքենաներ արտադրող Lamborghini եկամուտը աճել է 16%-ով, հասնելով 3,9 միլիարդ եվրոյի։ Եվ վերջում օրվա ամենաքննարկվող լուրը՝ Թրամփը ստորագրել է հրաման լուծարելու կրթության դեպարտամենտը կրթության քաղաքականության վերահսկողությունը տեղական իշխանություններին փոխանցելու նպատակով։ Ինչ է սա նշանակում, ավելի մանրամասն կիմանաք թողարկման վերջում։ Բարև ձեզ, դուք դիտում եք Glendale Newsroom-ի հերթական թողարկումը, ես Լենա Կարապետյանն եմ, ու մեր թիմի հետ ձեզ եմ ներկայացնում Ամերիկայում կատարվող քաղաքական ու հասարակական կարևոր իրադարձությունները։ Կոմենտներում գրեք, թե որտեղից եք հետևում մեզ։ Իշխանությունները պարզաբանել են, թե ինչու են նախօրերին արտաքսել 250 վենեսուելացի տղամարդու։ Պատճառն այն է, որ նրանք իրենց մարմնի տարբեր հատվածներում ունեցել են դաջվածքներ, որոնք ըստ ԱՄՆ իշխանությունների կապ ունեն վենեսուելական հանցավոր խմբավորումների հետ։ Արտաքսվածներից շատերի ընտանիքները եւ փաստաբանները պնդում են, որ այդ դաջվածքները սովորական են եւ հաճախ ունենում են անձնական կամ մշակութային նշանակություն եւ որևէ կապ չունեն հանցավոր խմբերի հետ։ Օրինակ, տղաներից մեկի ձեռքին կա ֆուտբոլային գնդակի կամ թագի պատկեր, որը նրա պարզաբանմամբ կապվում է իր սիրած թիմի Ռեալ Մադրիդի հետ։ Այս դեպքերը առաջացրել են մտահոգություններ մարդու իրավունքների եւ արդար դատաքննության իրավունքների վերաբերյալ, հատկապես երբ մարդիկ արտաքսվում են առանց բավարար ապացույցների կամ դատական ընթացակարգերի։ Երկու ներգաղթյալի հաջողվել է փախչել ներգաղթյալների համար նախատեսված կալանավայրից եւ սա այն ժամանակ, երբ դռները բացվել են էլեկտրոէներգիայի անջատումից հետո, այժմ իրականացվում են որոնողական աշխատանքներ։ Ոստիկանությունը պնդում է, որ իրենք ուշ են նկատել, երբ երկու կալանավորներ փախել են, ինչը դժվարացնում է որոնողական աշխատանքները։ Ներգաղթի եւ մաքսային մարմիններն էլ հայտարարության մեջ նշում են, որ իրավապահներին անմիջապես ծանուցել են փախուստի մասին, սակայն հրաժարվել են օգնել որոնողական աշխատանքներին։ Այնուամենայնիվ հիմա տարվում են որոնողական աշխատանքներ։ Իսկ այժմ այն մասին, որ Լոս Անջելեսի հայտնի Rolling 60s Crips հանցախմբի երկարամյա առաջնորդ եւ ինքնահռչակ համայնքային ակտիվիստ Յուջին առաջին անգամ կանգնել է դաշնային դատարանի առաջ։ Նա մեղադրվում է խոշոր հանցավոր ցանց ղեկավարելու մեջ։ 58-ամյա առաջնորդը հիմնադրել էր մի բարեգործական կազմակերպություն, որը տարիներ շարունակ միլիոնավոր դոլարների դրամաշնորհներ է ստացել Լոս Անջելեսի քաղաքապետարանից, գենգերի նվազեցման եւ երիտասարդության զարգացման ծրագրի միջոցով։ Սակայն ըստ իշխանությունների այդ միջոցները նա օգտագործել է մաֆիայի հանցավոր կառույցի ֆինանսավորման եւ այլ ապօրինի նպատակների համար։ Լոս Անջելեսի իշխանություններն էլ նախազգուշացնում են, որ հաջորդ ֆինանսական տարում քաղաքի $1 միլիարդ բյուջետային պակասուրդը կբերի անխուսափելի կրճատումների։ Քաղաքային ղեկավարները պատրաստվում են լուրջ բանակցությունների։
Սակայն քաղաքապետ Քարեն Բասի վարչակազմը ստիպված է կտրուկ քայլերի գնալ, փորձելով կրճատել ծախսերը։ Քաղաքային ադմինիստրատորը նշել է, որ աշխատավարձերի բարձրացման ժամանակավոր հետաձգումը կարող է օգնել նվազեցնել աշխատատեղերի կրճատման ծավալը, բայց այդ գաղափարը դժվարությամբ կընդունվի միութենական ղեկավարների կողմից։ Առջևում սպասվում են լարված բանակցություններ, քաղաքը պետք է ընտրի կամ աշխատավարձերի բարձրացումների ժամանակավոր սառեցում, կամ զանգվածային կրճատումներ։ Կանադական ավիաընկերությունները հայտարարել են, որ կրճատելու են Ամերիկայի հետ ավիաչվերթների քանակը։ Պատճառը տարբեր է, գործոնները շատ են, դրանցից մեկը COVID-19-ից հետո ուղևորահոսքի կրճատումն է, ինչպես նաև վառելիքի գների բարձրացումը ու օպերացիոն ծախսերի աճը։ Ավիաընկերությունները նաև նշում են, որ ցանկանում են կենտրոնանալ առավել շահույթաբեր երթուղիների վրա, բարելավելու իրենց ֆինանսական վիճակը։ Այս փոփոխությունները կարող են ազդել ուղևորների պլանների վրա, հատկապես նրանց, ովքեր նախատեսում են ճանապարհորդել Կանադայից դեպի նահանգներ կամ հակառակը։ Ուղևորներին խորհուրդ է տրվում նախապես ստուգել իրենց չվերթների կարգավիճակը եւ եթե անհրաժեշտ է փոփոխություններ կատարել իրենց պլաններում։ Այժմ Ֆլորիդա, որտեղ 3 օր անընդմեջ հրդեհները ստիպել են տեղի իշխանություններին ԱՄՆ առաջին համարի արագընթաց 18 մղոն երկարությամբ հատվածը փակել։ Հրդեհը, որը բռնկվել է Մայամի-Դեյդ շրջանի հարավում, տարածվել է եւ ներկայումս հաջողվել է կասեցնել հրդեհի տարածման 30%-ը։ Ծխի պատճառով մոտակա թաղամասերում օդի որակի հետ կապված ռիսկեր կան, փակված են ճանապարհները։ Մի քանի առափնյա շրջանների հրդեհային եղանակի նախազգուշացումներ է տրվել։ Ընթացիկ եղանակային պայմանները ավելի են սրում հրդեհի ռիսկը եւ պաշտոնյաները դեռ չեն նշել, թե երբ կբացվի առաջին մայրուղին։ ԱՄՆ-ի այդ հատվածից մեզ դիտող մեր հայրենակիցներին ուզում ենք տեղեկացնել, որ խորհուրդ է տրվում մնալ տանը, փակ պահել դռներն ու պատուհանները եւ օդորակիչները դնել օդի վերամշակման ռեժիմի վրա, ծխից պաշտպանվելու համար։ Արտակարգ իրավիճակների ծառայությունը ներառյալ ուղղաթիռները ակտիվ պայքարում են կրակի դեմ։ Սիրելի հետևորդներ, մինչև Ամերիկայի ներքին քաղաքականության կարևորագույն խնդիրներին անդրադառնալը եկեք տեսնենք, թե ինչ է հրապարակված մեր Facebook-յան էջում։ Ալյասկայի բնակիչներին կրկին հորդորում են պատրաստ լինել սփյուռ հրաբուխի հնարավոր ժարդկմանը։ Անքորիջից մոտ 75 մղոն արևմուտք գտնվող սփյուռ հրաբուխը կարող է ժայթքել մոտակա շաբաթներին կամ ամիսների ընթացքում։ Բնակիչներին խորհուրդ է տրվում ծանոթանալ հնարավոր վտանգներին եւ հետեւել տեղեկատվությանը։ Միացյալ Նահանգների երկրաբանական ծառայությունը հայտնում է, որ առաջիկայում ակնկալվում է ցնցումների աճ, գազի արտանետումներ եւ մակերևույթային տաքացում, որոնք կարող են նախանշել սպասվող ժայթքումը։ Մասնագետները խոստանում են շարունակել վերահսկողությունը եւ ժամանակին զգուշացնել բնակչությանը, ապահովելու նրանց անվտանգությունը։ Երկու արկածախնդիրներ բարձրացել են Նյու Յորքի Մանհեթենի Էլդորադո շենքի գագաթը ռիսկային սելֆիներ անելու նպատակով։ Այս շենքը ունի 30 հատ։ Մեկ այլ լուսանկարիչ պատահաբար նկատել է այս երիտասարդներին եւ կարողացել է լուսանկարել նրանց օգտագործելով բարձրակարգ ֆոտոտեխնիկա։ Սակայն շենքի կառավարությունը հերքել է լուսանկարների իսկությունը, դրանք համարելով դիջիթալ խապկանք։ Նրանք նաեւ նշել են, որ նման անձինք չեն կարող մուտք գործել շենք անվտանգության բարձր մակարդակի պատճառով։ Լուսանկարիչը զարմացած է նման հերքումների ընդգծելով, որ լուսանկարները իրական են եւ ինքը միայն օգտագործել է լուսանկարչական ծրագրեր պատկերների որակը բարելավելու համար։ TikTok-ում վերջերս տարածված մեծացած մարմնի ֆիլտրը մեծ աղմուկ է առաջացրել։ Արհեստական բանականությունը թույլ է տալիս օգտատերերին տեսնել իրենց պատկերները ավելորդ քաշով։ Թրենդը շատերի կողմից քննադատվել է որպես մարմնի շեյմինգի ձև եւ վնասակար գեղեցկության ստանդարտների տարածող։ Առողջապահության մասնագետները զգուշացնում են, որ նման ֆիլտրերի օգտագործումը կարող է բացասաբար ազդել ինքնագնահատականի եւ հոգեկան առողջության վրա։ Դեռ նախորդ տարի TikTok-ը սահմանափակումներ մտցրեց երիտասարդ օգտատերերի համար, արգելելով որոշ գեղեցկության ֆիլտրերի օգտագործումը հոգեկան առողջության մտահոգությունների պատճառով։ Սիրելի հետևորդներ, օրվա ամենաթարմ լրատվությանը ծանոթանալու համար անցեք թողարկման տակ տեղադրված հղումով ու հավանեք մեր Facebook-յան էջը, ինչպես նաև կարող եք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։
Սիրելի հետևորդներ, շարունակենք թողարկումը։ Վերջերս Կոլումբիայի համալսարանի ուսանողուհին The Wall Street Journal-ում հրապարակել էր մի հոդված, որտեղ աջակցում էր համալսարանի ակտիվիստ Մահմուդ Խալիլի ձերբակալությանը եւ հնարավոր արտաքսմանը, որը առաջացրել է բուռն արձագանք։ Ուսանողուհին հոդվածում աջակցել էր նախագահ Թրամփի ջանքերին հեռացնելու այնպիսի անձանց, ինչպիսիք են Խալիլը, եւ կասկած էր հայտնել, թե ինչպես է հակաամերիկյան հայացքներ ունեցող մարդը ընդունվել աշխարհահռչակ համալսարաններից մեկը։ Հոդվածի հրապարակումից հետո ուսանողը ստացել է բազմաթիվ սպառնալիքներ եւ վիրավորական հաղորդագրություններ, այդ թվում բռնության սպառնալիքներ։ Նա նշել է, որ իր դասընկերների այսպիսի արձագանքը հակասում է նրանց կողմից հռչակված հանդուրժողականության արժեքներին։ Չնայած սպառնալիքներին, տղան ընդգծել է, որ համալսարանում շատերն աջակցում են իր տեսակետներին, սակայն վախենում են արտահայտվել։ Նա հույս է հայտնել, որ համալսարանը կդադարեցնի այնպիսի ուսանողների ընդունելությունը, ովքեր սպառնում են ուրիշներին, եւ ընդգծել է իր վճռականությունը չընդունել հեղինակավոր հաստատություններ նրանց, ովքեր դեմ են ամերիկյան արժեքներին։ Իտալական հայտնի ավտոմեքենաներ արտադրող Lamborghini-ն, որը պատկանում է Volkswagen խմբին, արձանագրել է ռեկորդային ֆինանսական ցուցանիշ։ Ընկերության ղեկավարը հայտարարել է, որ հնարավոր նոր ներմուծման մաքսերը ԱՄՆ-ի կողմից եվրոպական արտադրանքի նկատմամբ կարող են ազդել Lamborghini-ի եկամուտների վրա։ Ըստ հրապարակված տվյալների, անցած տարի Lamborghini-ի եկամուտը աճել է 16%-ով, հասնելով 3,9 միլիարդ եվրոյի, իսկ շահույթը 835 միլիոն եվրոյի, առաջին անգամ գերազանցելով 800 միլիոնի շեմը։ Տնօրենը նշել է, որ ընկերությունը այս պահին ունի պատվերների պաշար 18 ամսվա համար եւ նպատակ ունի պահպանել այս մակարդակը, ապահովելով վերահսկվող աճ։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ ԱՄՆ-ի հնարավոր մաքսերը կարող են լրացուցիչ անկայունություն առաջացնել շքեղ ապրանքների շուկայում։ Lamborghini-ն անցած տարի վաճառել է ռեկորդային 10687 ավտոմեքենա, որոնցից շուրջ 3000-ը ԱՄՆ-ում ընկերության ամենախոշոր շուկայում։ 9 ամիսը կարծես մի քանի տարի լիներ տիեզերագնացների համար։ Նախորդ թողարկման ժամանակ մենք անդրադարձանք, թե ինչպես են 9 ամիս անց տիեզերագնացները վերադարձել նահանգներ։ Այժմ եկեք պատմենք, թե ինչպիսի տեսք ունեին նրանք։ Ձեր էկրաններին վերադարձի կադրերն են, ուշադրություն դարձրեք նրանց մազերին։ 59-ամյա Վիլյամսի մազերը նկատելիորեն փոխվել է։ Սա քննարկումների առիթ է տվել, արդյոք տիեզերքում գտնվելը կարող է ազդել մազերի գույնի վրա։ Չնայած չկա ուղղակի գիտական ապացույց, որ տիեզերական թռիչքները հանգեցնում են մազերի գորշացմանը, ՆԱՍԱ-ն նշում է, որ տիեզերքում գտնվելը կարող է առաջացնել էական ֆիզիոլոգիական փոփոխություններ, որոնք նման են արագացված ծերացման։ Օրինակ, տիեզերական թռիչքները կարող են արագացնել մկանների եւ ոսկորների խտության կորուստը եւ իմունային համակարգի դիսֆունկցիան։ Բացի այդ, 2016 թվականի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ տիեզերական թռիչքները կարող են փոխել մարդու մազերի ֆոլիկուլների գեների արտահայտությունը, ինչը կարող է հանգեցնել մազերի աճի խանգարումներին։ Նախկինում կատարված ուսումնասիրությունները նաեւ ցույց են տվել, որ տիեզերական թռիչքները կարող են մեծացնել օքսիդատիվ սթրեսը, որը կապված է ծերացման հետ։ Եվ վերջում, սիրելի հետևորդներ, եկեք խոսենք Թրամփի հերթական աղմկահարույց հայտարարության մասին։ Այսպիսով, նախագահը ստորագրել է մի հրաման, որով լուծարում է կրթության դեպարտամենտը։ Այս քայլը նախատեսում է կրթության քաղաքականության վերահսկողությունը փոխանցել նահանգներին եւ տեղական խորհուրդներին։ Թրամփը հիմնավորել է որոշումը, մատնանշելով դեպարտամենտի ներդրումների արդյունավետությունը։ Թրամփը հայտարարել է, որ այս քայլը տեղի է ունենում այն բանից հետո, երբ կրթության դեպարտամենտի բյուջեն միայն աճում է, բայց թեստերում արդյունքները չեն բարելավում։ Այս քայլը նպատակ ունի խթանել կրթության ոլորտում տեղական վերահսկողությունը։ Կրթության դեպարտամենտը չի բերել ակնկալվող բարելավումներ ուսանողների արդյունքներում, տեղական իշխանությունները ավելի լավ են հասկանում իրենց համայնքների կարիքները, ասել է Թրամփը։ Կրթության դեպարտամենտի լիակատար լուծարումը դեռ պետք է արժանանա կոնգրեսի հավանությանը, բայց արդեն տեղի են ունենում կրճատումներ, 1315 աշխատակից արդեն ազատման դիմում է գրել։ Պլանավորում է, որ կարևոր ծրագրեր, ինչպիսիք են ուսումնական վարկերը, Պելի գրանտները եւ ֆինանսավորումները կշարունակվեն, սակայն դրանք կառավարվելու են այլդաշնային գործակալություններ։ Հիմա հասկանանք այս որոշման մյուս կողմը։ Մտահոգություններ կան, որ այս քայլը կարող է բացասաբար ազդել հանրային դպրոցների ֆինանսավորման վրա, հատկապես ցածր եկամուտ ունեցող շրջաններում։ Բացի այդ, քննադատները նշում են, որ այս քայլը կարող է խաթարել կրթության որակի վերահսկողությունը եւ հավասարության ապահովումը։
Թրամփը պնդում է, որ կրթության ոլորտը պետք է լինի տեղայնացված առանց ֆեդերալ կառավարության միջամտության։ Նա իր քաղաքականությունը հիմնավորում է այն համոզմունքով, որ դպրոցները պետք է պատասխանատու լինեն իրենց ծրագրերի եւ բյուջետային որոշումների համար ու ոչ թե դաշնային կառավարությունը։ Այն ըստ նրա թույլ կտա ավելի արագ արձագանքել տեղական կարիքներին։ Փոփոխությունը կբերի մի շարք վարչական աշխատողների կրճատմանը, որոնք երկար տարիներ աշխատել են կրթության դեպարտամենտում։ Կրթության փաթեթները ու ծրագրերը այժմ ավելի շատ կախված կլինեն տեղական ինքնակառավարման մարմիններից եւ այն համայնքներից, որոնք պահանջում են ավելի շատ օգնություն, կարող են ավելի լավ աջակցություն ստանալ։ Սիրելի հետևորդներ, շնորհակալ ենք թողարկումը մինչև վերջ դիտելու համար, մենք բարձր ենք գնահատում ձեր ակտիվությունը, սիրով կարդում ենք բոլոր ինքնամակներն ու մեկնաբանությունները։ Եթե ցանկանում եք հետևել ու բաց չթողնել մեր հետագա թողարկումները, ապա բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, սեղմելով subscribe կոճակը։ Այսօրվա համար նախապատրաստել էինք այսքանը, կհանդիպենք 2 օրից։ Շնորհակալություն։